Եթերում հեռանկարն է։ Իրանն ու Միացյալ Նահանգները բանակցությունների երկրորդ փուլի նախաշեմին են։ Լիբանանի հետ բանակցությունների առաջին փորձը արվեց։ Որտեղ են պատրաստ կանգ առնել կողմերը։ Այս եւ այլ հարցեր քննարկեն քաղաքական մեկնաբան Գոռ Աբրահամյանի հետ։ Շնորհակալություն պարոն Աբրահամյան մեր հրավերը ընդունելու համար։ Սկսենք ձեր մի գրառումից Facebook-ում արված, որը վերաբերում էր Հորմուզի նեղուցին։ Դուք նշել եք, որ Հորմուզի նեղուցը մի տեսակ ատոմային ռումբի տպավորություն է թողնում զսպող ուժը նկատի ունենալով։ Իսկապես այն կարող է գործոն դառնալ նաև այս բանակցություններում։ Բանակցություններում ավելի շուտ խնդիր է դրված այդ որպես գործոն, ամենայն դեպս Միացյալ Նահանգների կողմից խնդիր է դրված դա որպես գործոն, ազդեցության գործոն չեզոքացնելու եւ այս տեսակետից է նաեւ որ ինքը ձեռք է բերում բացի տնտեսականից նաեւ շատ լուրջ քաղաքական եւ ռազմաքաղաքական նշանակություն, որտեղ ակնհայտ է որ Իրանը Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը դարձրել է ամենալուրջ այսպես խաղաքարտը ընդհանրապես իր շուրջ տեղի ունեցող այս կոնֆլիկտի շրջանակներում եւ այս կոնֆլիկտը ինչ որ առումով իր օգտին հանգուցալուծելու կամ առնվազն այդ կոնֆլիկտից պարտված դուրս չգալու տեսանկյունից եւ նկատի ունենալով որ ամբողջ իր ռեսուրսի մոտավորապես մի 70-80%, եթե տոկոսային հարաբերակցությամբ ասենք, հիմնված են Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության ներկայիս վիճակի եւ ընդլայնման հնարավորությունների վրա, Միացյալ Նահանգները փորձում է շարքից անել դա եւ պատահական չի որ Թրամփը իր վերջին հարցազրույցներից մեկում հենց այդպես էլ նշեց որ կամ ամեն ինչ կամ ոչինչ, այսինքն իրենք խնդիր են դրել, որ բանակցությունների երկրորդ փուլից առաջ ստեղծեն այնպիսի իրավիճակ, որ Իրանը զրկվի իր ամենակարևոր խաղաքարտից, այսինքն ստիպել գնալ լուրջ զիջումների։ Այս բանակցությունների առանձնահատկությունը նա է, որ երկու կողմերն էլ ըստ էության հրադադարի հայտարարման շեմին, այսինքն հրադադարի հայտարարման պահին, երկու կողմերն էլ հայտարարեցին իրենց բացարձակ հաղթանակի մասին, եւ սա երկուսին էլ դրեց բավականին խոցելի վիճակի մեջ բանակցությունների տեսանկյունից, որովհետեւ կարծես թե հենց սկզբից գծեց կարմիր գծեր, այսինքն մաքսիմալիստական նպատակներ, մաքսիմալիստական խնդիրներ, որոնք հետագայում ձևակերպվեցին այն պայմանների տեսքով, որոնք դրվեցին միմյանց առջև բանակցություններ սկսելու համար։ Եթե դուք ուշադրություն դարձնեք Միացյալ Նահանգների պայմանների տեքստին եւ Իրանի պայմանների տեքստին, դրանք հակադարձ համեմատական են, այսինքն 180 աստիճանով տարբերվող միմյանցից պայմաններ են եւ մաքսիմալիստական պայմաններ են։ Դուք անվանել եք կապիտուլյացիոն պայմաններ։ Այո, կապիտուլյացիոն փոխադարձաբար։ Այսինքն դրանցից որևէ կողմի, մյուս կողմի խաղի կանոններն ընդունելը կամ պայմաններն ընդունելը ակնհայտորեն հանգեցնելու էր միջազգային ընկալման մեջ պարտության։ Եվ հիմա երկուսն էլ ձգտում են, որպեսզի այդպիսի ընկալում չձևավորեն։ Եվ ակնհայտ էր ի սկզբանե, որ այդ պայմաններում, այդ մեկնարկային պայմաններում որևէ բանակցություն առաջին փուլը ամենայն դեպս չի կարող արդյունք ունենալ, որտեղ չի կարող երկու կողմերն իրեն հայտարարել հաղթող եւ գնալ բանակցությունների զիջումների համար։ Բայց ես կարծում եմ, որ այս առաջին փուլը բանակցությունների ավելի շատ ծառայեց միմյանց ընթരാճ գնալու, այսպես հնարավոր են կարմիր գծերից ավելին առաջ շարժվելու հնարավորությունները շոշափելը եւ իրենք շոշափեցին դա եւ ես կարծում եմ որ երկրորդ փուլը արդեն մի քիչ ավելի արդյունավետ կլինի բայց խնդիր կդրվի որ այնպես անել որ այդ հաղթողի կերպարի իներցիան այնուամենայնիվ պահպանվի այսինքն հնարավոր է որ երկրորդ փուլում իրենք գնան դեմքը փրկելու միջոցով այսինքն այնպիսի լուծումներ փորձեն գտնել որպեսզի կարողանան յուրաքանչյուրն իր հերթին էլի շարունակի հայտարարել որ իրենք հաղթող են դուրս եկել, մյուս դիմացինը կապիտուլյացիայի ենթարկվել, բայց իրականում բովանդակային իմաստով իրենք գնան որոշակի զիջումների։ Այն որ պատվիրակությունները այդպիսի բարձրաստիճան պաշտոնյաների կազմով էին անցկացվում, արդյոք սա չէր խոսում այն մասին, որ երկուսն էլ ամեն դեպքում լուրջ են տրամադրված եւ երկուսն էլ ճկունություն ցուցաբերելու տեղ ունեն։ Եվ Միացյալ Նահանգների փոխնախագահը նաեւ հայտարարեց, որ մենք ահա փոխանցել ենք, թե որտեղ կարող էինք ճկունություն ցուցաբերել։ Եվ իրենք առաջին ձեռքն են մեկնում եւ ասում, որ գնդակը Իրանի դաշտում է։ Իրանը որտեղ կարող է այդ ճկունությունը ցուցաբերել։ Այո, իսկապես այդպես է եւ ճկունության Իրանի հնարավոր ճկունության սահմանները իր կենսական անվտանգային խնդիրների այսպես համար բավարար երաշխիքներ ստանալն է։ Ես կարծում եմ, որ Իրանի համար իր միջուկային ծրագրից հրաժարումը, եթե Հորմուզի նեղուցի խնդիրը
այնուամենայնիվ հնարավոր լինի լուծել կամ այդ օգտագործումը հանգեցնել օգտակար գործողության գործակցի, այսինքն այնպես անել, որ ինքը իսկապես դառնա խաղաքարտ, իրենք կարող են գնալ նաև այդ զիջումների հատկապես այդ միջուկային ծրագրի հարցում։ Բայց չեմ կարծում, որ զիջումների կգնան բալիստիկ հրթիռների եւ ընդհանրապես այդ հրթիռային համակարգի հետ կապված պահանջների բավարարման առումով, որը նրանց համար կենսական նշանակություն ունի հենց Իսրայելի հետ հնարավոր հետագա բախումներին բավարար չափով նախապատրաստվելու տեսանկյունից։ Իրենց համար շատ կարևոր է միջազգային այդ սանկցիաներից ձերբազատվելը, դուրս գալը, եւ Միացյալ Նահանգները կարծես թե պատրաստակամություն հայտնում է այս առումով Իրանին ազատել այդ կապանքներից եւ դա նաեւ բխում է իհարկե Միացյալ Նահանգների շահերից։ Բայց այստեղ մի կարևոր խնդիր կա, այն ամենահանգուցային ռազմավարական խնդիրը, որը չհաջողվեց լուծել Միացյալ Նահանգների եւ Իսրայելին, իրենց համար որոշ խնդիրներ են հետագայում ստեղծելու, խոսքը վերաբերում է Իրանի գործող ռեժիմի հեռացման չհաջողելու։ Եվ այդ պայմաններում գործող իշխանությունների հետ ուրեմն որևէ տեսակի պայմանավորվածությունների ձեռքբերումը չի կարող համարվել կայուն երաշխիք եւ հետագայում դրա հիման վրա հետագա քաղաքականություն կառուցելու տեսանկյունից։ Նույն կերպ Իրանը հիմա չի վստահում ամբողջությամբ Միացյալ Նահանգներին, որովհետեւ վերջին երկու պատերազմներն սկսել են Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հենց փուլում, այսինքն բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգները սկսել է ռազմական գործողություն եւ այս պայմաններում բնականաբար որևէ կողմ չի կարող դիմացինի նկատմամբ բավարար վստահություն ունենալ։ Այս վստահության դեֆիցիտը եւ Իրանի ուրեմն ռեժիմի գոյությունը շատ լուրջ բարդություններ է հետագայի համար ստեղծելու Միացյալ Նահանգներին։ Արդյոք գլոբալ իմաստով Միացյալ Նահանգների կողմից պետք է նպատակ դիտարկվել այդ վարչակազմի փոփոխությունը։ Ի վերջո նպատակը համագործակցության գնալն է, ինչ տարբերություն որ վարչակազմի հետ են գնում։ Իրենք համարում են, որ գործող ռեժիմի հետ հնարավոր չի հասնել երաշխավորված որևէ պայմանավորվածությունների։ Բայց այստեղ ավելի շատ խնդիրը ոչ այնքան իրանական ռեժիմի մեջ կարելի է տեսնել, որքան իսրայելական շահերի մեջ, որը Միացյալ Նահանգները շատ դժվարությամբ է կարողանում հաղթահարել կամ անցնել, իսկ Իսրայելի շահերից բացարձակապես չի բխում այսպիսի ելքով կոնֆլիկտի հաղթահարումը կամ սառեցումը, իրենք ուզում են բացարձակ կապիտուլյացիայի հասնել Իրանի նկատմամբ, իդեպ դրանում արդեն շահագրգռված են նաև ծոցի երկրները, որոնք եթե համարում են, որ եթե բանակցությունները կամ հանգուցալուծումը լինի այսօրվա ձևավորված ստատուս քվոյի հիման վրա, Իրանը կարող է դառնալ տարածաշրջանային գերտերություն եւ դրա հնարավորությունները իսկապես կան, որովհետեւ ստացվում է, որ Միացյալ Նահանգները չկարողացավ այստեղ ռազմավարական խնդիր լուծել, Իրանը լուծում է իր ռազմավարական խնդիրը, պահպանում է եթե կրկնում եմ բանակցություններ ընթանան այն տրամաբանությամբ, որ երկու կողմերն էլ գնում են որոշակի զիջումների, այսինքն չկա կապիտուլյացիա, ապա այս պայմաններում Սաուդյան Արաբիան, Կատարը եւ այլն այդ երկրները ձեռք են բերելու իդեմս Իրանի բավականին լուրջ ախոյանի, լուրջ տարածաշրջանային գործոնի եւ դա է պատճառը նաեւ, որ իրենք այսօր պահանջում են Միացյալ Նահանգներից, որ Իրանի նկատմամբ կիրառի ամբողջ ուրեմն արսենալը, այսպես ասած, եւ որպեսզի կարողանա դրված ռազմավարական խնդիրը Իրանի հետ կապված լուծել։ Այսինքն Իրանին որպես տարածաշրջանային գործոն չեզոքացնել։ Անդրադառնանք մյուս բանակցություններին, որոնք տեղի ունեցան Լիբանանի եւ Իսրայելի միջև 93 թվականից հետո, երբ դիվանագիտական հարաբերությունները ընդհատվել են, առաջին անգամ հանդիպեցին Լիբանանի եւ Իսրայելի պատվիրակությունները։ Եվ տպավորություն էր սկզբում, որ Լիբանանի նկատմամբ հրադադար չի կիրառվում, որպեսզի ազդի այդ մյուս գործողությունների վրա։ Հիմա որքանով է այս բանակցությունը ազդելու Իրանի հետ բանակցությունների վրա։ Ես կարծում եմ, որ այս բանակցությունների մեկնարկը ավելի շատ Իրանի հետ կապված կամ Իրանին հնարավոր երկրորդ ռազմավարական կարևորության խաղաքարտի ձեռքելն է,
Գիտեք, Միացյալ Նահանգները եւ Իրանը, երբ որ պայմանավորվում էին հրադադարի մասին եւ պայմաններ են միմյանց առաջադրում, դրանցում Լիբանանի հետ կապված, Հեզբոլլահի հետ կապված պայման չկար դրված, ձևակերպված։ Բայց պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո Իրանը հայտարարեց, որ դա իր համար չափազանց կարևոր խնդիր է եւ Լիբանանի հարցը պետք է լուծվի։ Եվ դրանից հետո Միացյալ Նահանգները նախաձեռնում է այսպիսի բանակցություններ, այսինքն որ ստացվում է, որ ինչ որ առումով ընդառաջ քայլ է կատարում Իրանին։ Բայց ինչքանով կարող են սրանք էֆեկտիվ լինել կամ ինչքանով կարող են հանգեցնել մի այնպիսի արդյունքի, որը կբավարարի Իրանին կամ չի բավարարի Իրան։ Իրականում Իսրայելի համար Հեզբոլլահի դեմ պատերազմը, որը այսպես ամբողջությամբ տեղավորվում է նաև Լիբանանի դեմ պատերազմին, որովհետև այնուամենայնիվ հողի վրա ներխուժումը տեղի ունենում Լիբանանի տարածքներն են գրավում իրենց անվտանգության երաշխիքներն ավելի ապահովագրելու եւ ընդլայնելու համար եւ այլն, հա, բայց Իսրայելի տեսանկյունից Լիբանանի դեմ պատերազմի շարունակումը դիտարկվում է որպես Իրան Միացյալ Նահանգներ բանակցություններին տորպեդահարելու միջոց։ Այսինքն այնպես անել, որ Միացյալ Նահանգները ելք չունենա, քան դրված խնդիրը մինչև վերջ լուծելը։ Եվ այս տեսակետից Միացյալ Նահանգները հայտնվել է Իսրայելի քաղաքական կամքից կախվածության մեջ, ուզի թե չուզի։ Այս առումով, ստրատեգիական առումով Իսրայելը այսպես խաղի կանոնները թելադրողի դիրքերում է հանդես գալիս լիբանանյան ճակատում։ Լիբանանի պարագայում մի քիչ բուտաֆորիկ է այս բանակցություններն իմաստով, որ ըստ էության ռեալ հողի վրա Լիբանանի կառավարությունը այնպիսի իշխանություն չունի երկրում, որքան Հեզբոլլահը եւ պետական կառավարման համակարգը, ռազմական համակարգը այնքան է ներթափանցված Հեզբոլլահի ենթակառուցվածքների հետ, որ դժվար է բաղդատել այդ ամեն ինչ։ Եվ այս պայմաններում գնալ բանակցությունների չունենալով, իսկ ո՞րն է պայմանը այդ բանակցությունների Իսրայելի կողմից, ընդհանրապես այո, զինաթափել Հեզբոլլահին, նրանց հեռացնել կառավարման ամբողջ համակարգից, Լիբանանը վերածել ամբողջությամբ ապա հեզբոլլահականացված, այսպես ասած, պետության եւ չեզոքացնել այդպես Հեզբոլլահին։ Մի բան, որը այսօրվա լիբանանյան կառավարության ուժերից ակնհայտորեն վեր է։ Ես չգիտեմ իրենք ինչպես պետք է պայմանավորվեն, որպեսզի այդ խնդիրը լուծեն եւ առհասարակ ինչպես է դա ռեալ հողի վրա այսօրվա լիբանանյան իրականության համատեքստը հաշվի առնելով, ինչպես է դա հնարավոր իրականացնել, բայց այս պահի դրությամբ անիրագործելի թվացող մի խնդրի շուրջ են բանակցում Լիբանանի իշխանությունները, որը ըստ ամենայնի իրենց տեսանկյունից հեռահար կամ հիմնական նպատակը նա է, որ կանգնեցնեն իսրայելական բանակի առաջխաղացումը, ընդհանրապես հրադադար հաստատեն։ Բայց բնականաբար Իսրայելը կարծում եմ դրան չի գնա եւ փորձելու են մինչեւ վերջ հասնել իրենց մաքսիմալ նպատակներին, առնվազն փորձել արտաքին խաղացողների Միացյալ Նահանգների եւ այլնի օգնությամբ Հեզբոլլահի դեմ ներլիբանանյան ավելի լուրջ ճակատ ձևավորել եւ փորձել իսկապես Հեզբոլլահի խնդիրը լուծել իշխանություններից հեռացնելու կամ այսպես ասած չեզոքացնելու իմաստով։ Ռուսաստանի եւ Չինաստանի պարագան քննարկենք, ինչ ազդեցություն ունեին, ըստ էության Միացյալ Նահանգները նաեւ դիտարկում էր Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցությունը նվազեցնելու տարբերակը եւ դա եւս ռազմավարական նպատակներից մեկն է, որքանով է դա հաջողվել։ Կարծում եմ դեռևս չի հաջողվել։ Եթե Միացյալ Նահանգներին հաջողվեր իր բոլոր մաքսիմալիստական նպատակներն իրականացնել, այսինքն Իրանում հեռացնել գործող այաթոլլահական վարչակազմին, ռեժիմին, հասնել ընդհանրապես ստրատեգիական իր կարևորագույն ռեսուրսներից Իրանին զրկելուն, վերահսկողություն հաստատել, որը Թրամփի հիմնական նպատակներից մեկն էր, ամբողջ նավթային եւ գազային ռեսուրսների նկատմամբ, այս պարագայում կոնկրետ Չինաստանը կորցնելու էր չափազանց լուրջ ստրատեգիական կետ իր աշխարհաքաղաքականության համատեքստում, որովհետեւ միայն տնտեսական բաղադրիչով ասենք Իրանի 90% նավթային պաշարների արտահանվող գնում է դեպի Չինաստան։ Դա Չինաստանի ընդհանուր ծավալի 20%-ն է կազմում, բայց էլի բավականին լուրջ, ուրեմն, այսպես պաշար է։ Բացի դրանից, Իրանը հանդիսանում է Չինաստանի համար իր մետաքսի ճանապարհի ամենակարևոր հանգուցային ուղղություններից մեկը։ Եվ Չինաստանի հետ կապված շատ լուրջ պլաններ կային, թե Չինաստանի կողմից, թե Հնդկաստանի կողմից, եւ վերահսկողության տակ վերցնելով Չինաստանը, Միացյալ Նահանգները
կանգնում էր այդ երկու երկրների, այսպես տնտեսական զարգացման կոկորդին, այսպես կամ բռնում էր այդ կոկորդը, առնվազն Եվրասիական տարածաշրջանում, հա։ Բայց այս խնդիրը չկարողացավ ըստ էության լուծել Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները կանգնեց մի իրավիճակի առջև, երբ որ արդեն իր ներքին խնդիրներով պայմանավորված Թրամփի վարկանիշի հետ կապված, նաև սպասվող միջանկյալ ընտրությունների հետ կապված, ներկայացուցիչների պալատի եւ սենատի մի հատվածի իրենք ստիպված եղան կանգ առնել կամ համենայն դեպս ակտիվ ֆազան դադարեցնել պատերազմի, փորձել դիվանագիտական ճանապարհով հարցին լուծում գտնել, ինչը ծառայեց կամ խաղաց Իրանի օգտին, Իրանը հենց այդ ժամանակի վրա էլ խաղադրույք էր իրականում կատարել։ Եվ այստեղ Չինաստանը հիմա կանգնած է կարևոր երկընտրանքի առջև, որովհետև ըստ էության Միացյալ Նահանգների վերջին քայլը շրջափակել իրանական նավահանգիստները եւ արգելել մուտքն ու ելքը այնտեղ տանկերների առաջին հերթին հարվածում է Չինաստանի շահերին, որովհետև կրկնում եմ, ուրեմն կորցնում է կարևոր ածխաջրածնային ռեսուրսից օգտվել հնարավորություն, թեև Չինաստանը պաշարել է ահագին իր համար որոշակի պահեստավորում իրականացրել է, բայց տևական հեռանկարի տեսանկյունից իր համար կարող է սա խնդիրներ առուցել։ Եվ այս տեսակետից երկընտրանքը հետևյալն է, ում վրա ավելի շատ ազդեցություն փորձել գործել։ Միացյալ Նահանգների, իդեպ առաջիկայում սպասվում է Միացյալ Նահանգների նախագահի եւ Չինաստանի ղեկավարի հանդիպումը, շատ կարևոր առանցքային աշխարհակահական նշանակություն ունեցող հանդիպում է լինելու, թե ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, որպեսզի ավելի փափկացնի իր դիրքորոշումները եւ հնարավոր լինի Հորմուզի նեղուցի շրջանակներում կամ դրա հատվածում ապաբլոկավորում իրականացնել եւ թույլ տալ, որպեսզի հնարավորություն ստեղծել, որպեսզի հեշտ այդ տանկերները կարողանան իրենց գործունեությունը կամ նավարկությունը իրականացնել այդտեղ։ Այս իմաստով խնդիրը բավականին երկակ է եւ դեռ պետք է հասկանալ Չինաստանի մոտեցումը, որտեղ Չինաստանը շատ այդպես շատ նրբորեն իր հիմնական նպատակները կարծես թե փորձում է դեռևս թաքցնել, ամբողջ քաղաքարտերը չբացել էս պատերազմի շրջանակներում, թեև գլոբալ իմաստով պատերազմի այսպիսի ելքը ավելի շատ Չինաստանի շահերին է ծառայում, որովհետև Չինաստանը արդեն հնարավորություն է ունենում Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների դիրքերի թույլատասման ֆոնին, այնտեղ ավելի մեծ ազդեցություն ներգրավվածություն ունենալ։ Ռուսաստանի պարագան մի փոքր այլ է, Ռուսաստանը իրականում Իրանին դիտարկում է որպես թեև նրանք ասես ռազմավարական գործընկերության հռչակագիր ունեն իրար հետ ստորագրած, բայց Իրանը հանդիսանում է Ռուսաստանի մրցակիցը, տնտեսական մրցակիցը հենց նավթի արտահանման տեսանկյունից եւ այդ առումով որքան ուրեմն Իրանի նկատմամբ ճնշումները ուժեղ լինեն այս փուլում, այնքան իր հնարավորությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ կլինեն։ Բայց գլոբալ իմաստով Միացյալ Նահանգները դրանց համարում այսպես չարիքի առանցք, այդ չարիքի առանցքի մաս, եթե համարենք ճակերտավոր Ռուսաստան-Իրան հարաբերությունները քաղաքական, այստեղ իհարկե Ռուսաստանը բավականին լուրջ կորուստներ է կրում քաղաքական իմաստով։ Իսկ տնտեսական առումով որոշակի շահեկան դիրքում է հայտնվում, բայց քաղաքական գլոբալ իմաստով տանուլ է տալիս։ Շնորհակալություն, պարոն Աբրահամյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը քաղաքական մեկնաբան Գոռ Աբրահամյանն էր։